Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի Facebook-յան էջը 2 օր է չկա։ Մեդիանյուզը տեղեկացրել էր, որ Facebook սոցիալական ցանցն է արգելափակել ռուսաստանցի օլիգարխի եղբոր որդու Նարեկ Կարապետյանի Facebook-յան էջը։ Դա պայմանավորված է fake օգտատերերի միջոցով հավանումներ ու մեկնաբանություններ գրելով։ Մինչ Կարապետյաններին աջակցող ֆեյքերի սրտները խելագարվում էր լրատվականների կոմենտների բաժնում, շարժման մամուլի պատասխանատու Մարինա Ղարամանյանը ժանրի կանոնների համաձայն Նարեկ Կարապետյանի Facebook-յան էջի բլոկավորումը գծեց գործող իշխանությունների վրա, թե Փաշինյանի թույլ կառավարության ձեռքի գործն է։ Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Facebook-յան էջից, այնպես, ինչպես վախենում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից։ Սա խոսում է նրա մոտալու ձախողման մասին։ Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր կազմակերպված հարձակման դեմ եւ բարձրացնելու ենք մեր ձայնը բոլոր հարթակներում, գրել էր Ղարամանյանը։ Ավելին, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի էջում Մարինա Ղարամանյանը ֆեյքեր օգտագործելու մեջ մեղադրել էր գործող իշխանությանը, հերքելով Նարեկ Կարապետյանի էջի փակման եւ ֆեյքերի միջև եղած կապը։ Անվտանգության գործիքակազմն է աշխատել, ասում է Մարինա Ղարամանյանը, հերքելով իրենց կողմից ֆեյքերի օգտագործման մասին պնդումները։ Ինչքան էլ ձևովականները հերքեն իրենց կողմից ֆեյքերի օգտագործումը, բավական է բացել նրանց ցանկացած հրապարակում, ցանկացած լրատվականի նյութ, որը իրենց շարժման մասին է եւ ամեն ինչ ակնհայտ կդառնա։ Ֆեյքերի մտքերն կարծես ոչ թե մարդկանց, այլ համակարգչային ծրագրերի, արհեստական վատ բանականության կամ բոտերի միջոցով կենտրոնացված լինի։ Սիրտը խելագարվելուց, մտածած ունենալուց, խաշած երկրից մինչև նույն կոմենտը տարբեր ֆեյք պրոֆիլներով գրելուց ու համարակալած կոմենտներից։ Ահա այսպես են Կարապետյանները մտնում քաղաքականություն ու խոսում ստից, կեղծիքից։ Կեղծելով, աջակցություն ունենալու իմիտացիա ստեղծելով, արհեստական բանականության միջոցով մարդկանց հետ հաղորդակցվելով, այս փոքրիկ խմբակը փորձում է ուժեղի ու ազնիվի դիրքերից հանդես գալ։ Այս ամբողջը պայմանականացնելու համար նրանք միայն ուժեղ Հայաստան էջի վրա 2 ամսվա ընթացքում շուրջ $50,000 են ծախսել միայն կովածներ միացնելու համար։ Ահա թե ինչ են պատկերացնում ձևովականները ուժեղ ասելով։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։